Այն Սամվել Կարապետյանն է հրավիրեք։ Այնը գիրք է ինչ-որ գրում, Սարի պես տղուց ռագատկի քար դառնալու նուրբ արվեստը։ Հայրապետյան մխիթար, հիշում ես ասում էր Նիկոլը մեր գլխից չի կարա թռնի։ Հեղափոխությունը մենք ենք արել ընկերներով իմ ցերում աշխատող քերո օգնությամբ։ Ճոգմեք Սերժիկն ու Միշիկի էթան մերն են, էլի որ 3-4 հոգի հայաց չիչած բացայտված գոմիկ կարեցել է հեղափոխություն անի։ Պիտ արես Նիկոլը, բայց ես քեզ չեմ առաջարկի ընդդիմություն դառնալ, որովհետև դու չես կարա, քո դուխը չի երիքի Նիկոլի դեմ խոսած։ Տակը տենքան կեղտ կա, որ վրաս կփագի։ Այսօր սաղ աշխարհը գիտի, որ Հայաստան ֆրացող սաղ փողերը պետական մակարդակով Նիկոլի հետ կապ ունեցող չերես Աննա Հակոբյանի լիֆը անցնում, Աննա Հակոբյանի ծծերի մեջով պետք է անցնի այդ փողերը։ Ինչ թափավ, տակը այդից երկրինն է մնացածի Իրանը։ Դրա համար այդ բունկերի պորնիկը մի երկու համար նավսյակի լիպչիկ մեծ է հակնում։ Բայց քո դուխը չերիքի ասես տվել եմ Նիկոլին կամ Հակոբյան Աննային։ Կփագի գժի տեղ էր Անդրե ինչ ուզում է անում է։ Հիմի կարծեմ գիժ բոզիտրեն ոնց է կոչում կրկոտ հրետոր, հա։ Ես քեզ առաջարկում եմ Հովիկ Աղազարյանի մի հատ նապարնիկ ուներ, այդ քոր մի հատ բոզի տղա էր, քոր մարկանց բռնել տվեց, չէր Ասլանյան, հա։ Հովիկ Աղազարյանի ու Եսիմինչ Ասլանյանի անվան պրաշլյակների միություն բացեք։ Դու ալենեն շիշ բռնողելի, տենց ինչքան բռնողներ կա, ինչքան պրաշլյակներ կա, սաղդ հավաքվեք իրար գլխի, ամս երկուց հետո շատանալու եք։ Հավաքվեք իրար գլխի, տեղ խելոք սպասեք, Նիկոլի լավ է այն բանից անելուց հետո, որ ձեր հերթն է գալի։ Ով որ կասի, որ դուք մեր հայրենակիցն եք, մոլորված եք, պիտի ձեզ ներենք, ինքը ձեր պոտենցիալով ստոր ղախպի տղա է, ինքը իրա ոտին է տեղանում, որ ինքն էլ եկուց այդ նույն բանն անի, ինչ որ դուք եք արել։ Դուք մեր հայրենակից չեք։ Դուք այնքան եք մեր հայրենակից, ինչքան Շահեն Մուստաֆաևը։ Ու դուք այնքան եք հայ, ինչքան Նիկոլը, Յանի ազգանունը լկապ չունի հայ ելնելու հետ։ Ձեզ տեն օրը գցենք, որ դուք վախենակ եք հայ հետ հաց առնելու, որ դու ու քո նմանները ալենը բան կնգատ ասեք, իջի հաց առել, ես վախենում եմ։ Քեզ մենակ դոմփում են, ինձի համ դոմփում են, համ սատկացնում են։ Այդտեղ խելոք լրվեք մինչև ձեր հերթը հասնի։ Բանին Քոչարյանին հրավիրեք ձեր մոտ։ Պատվավոր անդամ Քոչարյանը իմի բան անում, չէ, ինչ որ 30 որ թվին հաջորդ ընտրությունները դրան է պատրաստվում։ Ինքը իր աշխատած տարիներին սաղ էս ընտրախախտումները արել է, թե թիվագրե, թե փողով ձեն արել, թե մարդկանց գործից հանել չընտրելու համար, ինչ ասես արել է, բայց ինքը եկել էր Նիկոլին մաքուր կրելու։ Աշխարհի ամենաստոր բոզի տղուն ինքը եկել էր մաքուրով կրելու։ Իմ այդ մարդը մուտիլով շիկա մեզ էր էշի տեղ դրե, թե ադեկվատ չի, ով կարա ասի։ Երկու անգամ մարդը եկավ մաքուրով կրելու, ամեն ինչ հանդարտացրեց, ասեց մենք կրելու մաքուրով, այն դեպքում, որ ինքը այդ ամեն կեղծավորությունը արել է, ինքը գիտեր, որ Նիկոլի պես ստոր բոզի տղա քիչ կա, Նիկոլն կարա այդ ամենն անի։ Իմ ինքը մուտիլով շիկա, թե նիադեկվատնի։ Ամենայն դեպս պատրաստում է 30 քանի թվի ընտրություններին, ուզում է կրի։ Ճոգում ես, սրանց Նիկոլի գլխին գրած էր դուխով, вообще դուխով չէր, սրանց կեպկեքի վրա էլ գրած էր ուժեղ, вообще ուժեղ չէին։ Այն Սամվել Կարապետյանն է հրավիրեք, այնը գիրք է ինչ որ գրում, Սարի պես տղուց ռագատկի քար դառնալու նուրբ արվեստը։ Ասում են նյութերն էլ համացանցից Facebook-ից իր առաջվա իր արևով երթվողները ինչ են իր մասին ասում հիմի, ինչ քֆուրներ են տալի, դրանց հիման վրա է բան անում։ Սամվել Կարապետյանն է բիզնես առաջարկ ունեմ։ Սենց լավություն Նիկոլին, որ ինքն արե, երևի մեկ է Սերժիկն արե կյանքում։ Իմի Նիկոլը պիտի իրան բեսամ շնորհակալ լինի։ Ես առաջարկում եմ, որ ինքը եթե Նիկոլին առաջարկի, որ ազգային ժողովը տեղափոխեն Տաշիր արենա։ Մեկա տոմսը 20,000 դրամ, ես համոզված եմ մարդ չէ, դու երևի այդ գինը հատուկ են դրել, որ մենակ իրանցով տնեցիկով է, թան ուրիշ մարդ չէ, թա չխանգարի իրանց հանգիստը հանգարց։
Ցիրկի ամենահետաքրքիր ինչ է, կենթանիները ու կլոունները, չէ։ Հիմա ԱԺ-ն որ տեղափոխեն ցիրկ, ԱԺ-ն այսօրվա բաղկացած է հիմնական կենթանիներից ու կլոուններից։ Լիքը ցիրկում կենթանի ու կլոուն անել, այս 20,000 մարդիկ չեն ափսոս իրանց երեխեքին տանեն այդ ապուշներին նայելու։ Կոկորդիլոս չկար ցիրկում, երբևիցե չեմ տեսելնի։ Հիմա ասեն կոկորդիլոսը կային Գարիկ ասում են այդ վեդի քաղաքապետի պաշտոնից հրաժարականատեր, որ այդ ԱԺ բանն էլ ԱԺ-ի շենքն էլ կարելի է սարքել մեծ մոլ, որ տուրիստներին կարենանք համոզենք, որ մենք 6700 տարվա կուլտուրա ունեցող հզոր ազգ ենք բանման, կոպեկով ծախվող բան չենք, որ փողով թե երեխա արուն ծախենք, թե հայրենիք ծախենք, բան չենք, մենք կուլտուրա ունեցող ազգ ենք։ Հենց մուտքի մոտ կարելի է երկու տաղավար կպցնել իրար կուլտուրայի նախարարություն սարքել։ Բանին Հասմիկին ու Սերժիկին էլ կարելի է բերել դնել դե առաջվա Հասմիկին, իշխան Պողոսյան Հասմիկին, խաչքար կծախեն։ Խաչքարները ընտիր արդում են լավ ծախեցին։ Իրանք է խաչքար կծախեն, ոչ եմ բիզնես առաջարկ եմ անում, փողավքողը կարելի տաշիրի սամոն ունի, չգիտեմ։ Սերժիկը մեկա սուրբ բարձրավ Սերժիկը բան արե, չէ՞, ընդամենը այդ սաղ իր քանի տարիների ընթացքում ընդամենը ինչ որ $1 միլիոն բան ուներ, խախտում ուներ։ Սուրբ մարդ, մի աննկարագրելի սուրբ անձնավորություն։ Ոնց է բոզիտուն մերժեցինք այդ $1 միլիոնի համար արա։ Ես ամաչում եմ մի արդեն քիչ ամնում եմ դրան ներողություն խնդրեմ։ $1 միլիոնի համար Սերժիկին մերժեցինք, բայց մի օր չնստա Սերժիկը։ Սերժիկի աղբոր տղեն քածին 90 մի հատ գիշերվա համար $90,000 ավտո էր նվեր տալի, բայց Սերժիկի խախտում $1 միլիոն ինչ որ։ Մեծ սուրբ անձնավորություն արա, այս ինչ կապիկանոց է։ Ոնց է զզում ձեզ ցեն 20 թվի պատերազմից հետո ընտրություններից հետո Նիկոլ ընտրող մարդկանցից մանթո թասիբով հայերը հաճախ են ասում ոնց եմ ամաչում, որ ես հայ եմ, ես չեմ ամաչում, որ ես հայ եմ, ես հպարտանում եմ, ես ամաչում եմ, որ դուք եք հայ, այ կլոն բոզի։ Գժանոցը, ժողովուրդ, դուք մինչև երբ դիչ կարենաք ձեզ պաշտպանեք։ Ծառուկյանի աշխատողներին եմ նայում, գնացել խելոք, համեստ կայնել են, չգիտեն ինչ անեն, փորձում են նենց հուզվեն, բայց ես հեսա ձեզ ձևը կսովորցնեմ ոնց անեք, որ մեկից ամենաշատը 2 օր հետո այդ հիմնարկները բացվեն։ Գնացել եք խելոք, այսօրվա հարցները ձեր չափ խոնար չեն։ Կայանել եք ընդեղ մի կիսա հիմարել, ասում է մենք Նիկոլին ընտրեցինք, որ սենց լներ, Ծառուկյանի աշխատողներից է։ Խեմ ասում կիսա հիմար, որ ինքը հիմարն էր, լրիվ հիմարն էր։ Գոնե էկոնոմիկայի նախարար կլներ, պաշտոնի կլներ կառավարությունում։ Իսկ եթե ինքը խելոք լներ, չէր ասի, որ ինքը գնացել Ծառուկյանի մոտ աշխատում է, գնացել է ուրիշի անդրե։ Կամ այսօր Նիկոլ ընտրել է, դա քֆուրի նման բան է, չէր ասի, որ ես խոսքի ղախպի տղա եմ, գնացել Նիկոլ եմ ընտրել։ Կիսա հիմար է, էլի, անաղված քրդիշուն։ Գնացել եք, ես ինչքան էլ ես Ծառուկյան Գագոյին չեմ սիրում, զզվում եմ, չեմ հարգում, բայց մեկա ճիշտ չի, գնացել եք, ասում եք բացել, մենք եթանք աշխատենք, որ կարենանք մեր հարկերը մուծենք։ Չեք ասում է, ախր Հավայի եք բռնել մեր շեֆին, բան իրան էլ, պատժերշկա չեք ան, որ եկուց միսորի, էդի մեկա բացվելու է, էդի անորեն փագած է այդ հիմնարկները, բացվելու է, ձև չկա, որովհետև եթե ստուգում են անում, հիմնարկի թղթերն են ստուգում, ոչ թե լուսամուտները։ Դրա համար այդ գժի հրաման է, այդ գիժը հրամայել է իրավապահներն էլ շնից բեթար են, ես իմ շանը այտենց հրամայեմ, ես չեմ կարող իմ շանը այտենց վերաբերեմ, ոնց որ ինքը իր իրավապահների հետ է վերաբերում, կկծի իմ շունունց, եթե ես իր հետ այտենց վերաբերվում։ Հրամայել է այդ ապուշներն էլ օրենքը խախտելով արել են, այդ բացվելու է եկուց մյուս օր, մեկա։ Պրոստը ամեն ձեր չաշխատել այդքանի վնաս ձեզի ալնելու, ու որ բացավ այդ ձեր չաշխատած օրերի փողը ձեզ ոչ մեկ չի տալու, որտեղ դուք ձեզ տոշնի չեք պահում, չեք ասում ենք եկել ենք մեր գործատուի թասիբն էլ պահենք, եթե իր մոտ աշխատել ձեզ ձեռ չէր տալի, եթե եք ուրիշ տեղ աշխատեք, գրզոյի մոտ եթե եք աշխատեք, իսկ եթե իր մոտ աշխատել ձեզ ձեռ ա տվել, հաց եք արը ձեռ ա բռնե, ձեզ պիտի
այտենց չպահեք, էլի մի քիչ իր բան անեք, որ ինքնը իրան շոյված գա, ասի ջանդամ չեն աշխատեն, ձի օգուտ չեն բերես 10-12 օրը, բայց գոնե իրանց մարտավարին պահեք, կայնեն կողս։ Հիմի 5 շաբթի օրը այսին վիդեոն կկիսվեք, կասեք ես էլ եմ գնում, որ տարածվի հասնի այդ վիժվածքին, սարերից արածելուց հետո այդ անասունը, որ իշտի տենա, որ դուք ինչ եք ուզում անեք, ինքը հենց առավոտ, վաղվա օրը իրան բան էլի, ոնց որ շանս, հենց առավոտ ինքը այդ բաները հրաման կտա, որ կեսը բացել, բայց կեսը որ բացավ հետ չկայնեք, որովհետև այն մյուս ձեր ընկերներին եք, այն մյուս մարդկանց եք դուք պաստավ կանում։ Տենց ճիշտ չի, ոնց որ մի ձեր գործատուին եք պաստավ կանում, այդ հայի խայսա թե էլի, մենակ իրանց մասին մտածելու։ Հեսա կկիսվեք, մարդիկ տնան լիքը ձեր իբր լավ ուզողները կզանգեն, կասեն վայ դու հանգար չես, որովհետև իրանց ասել են դու հետև բանես, ասա հանգարցո չէ, թե իր ընտրամարկ պրիանիկ կտան ինքը կլապ, ինքը դավաճան, ով ձեզ ասել չէ, թակ ինքը դավաճան անելու, ձեր լավը չի ուզում։ 37 թիվը չի, ու Նալբանդյանի KGB-ի հայաթը չի, ուր դե ուզեք կարա կանգնեք, վաղը սաղ ձեր թիմով, ձեր սաղ աշխատողներով, ոչ մեկ չմնացենք, եթե մեկը մնաց, եթե ասենք բաժնից մեկը մնաց, խոսքի բրիգադիրը պիտի տենա, որ սաղ բաժնից մի օքի չի եկե, եկուց իրա շեֆերին կամ դե բաժնի պետը իրա շեֆերին զեկուցի, որ ասի ես ինչի չեր եկե ձեր կողը չի կայնե, ու իրան այդ աշխատանքի փաստորեն կարիքը չկա, որ անեն սիկտիր անեն։ Աշխատողի վրա միշտ մի բան կգտնեն անած սիկտիր անելու։ Եթե ինքը չի գալի իր գործի տերը, ասում վայ հենա գայանեն կամ լիլո են կետմեն, ես էլ դա ինչ անեմ, որը իրանք պիտի հանեն սիկտիր անեն։ Իր անմիջական ղեկավարը պիտի ասես ինչի չի եկե, չի կայնե կողներս նեղվախտը, իրան պիտի սիկտիր արվի եթացվի։ Ձևը չգիտեն, ես ձևերը կասեմ սիկտիր անելու, ազրատ ձև կա։ Վաղը չէ, 5 շաբթի օրը ժամը 10-ին քանի արևը շատ չի, էլ եմ ասում, սեփական փորձով եմ ասում, հիանալի արդյունք է տալի, 1 կամ 2 օրվա մեջ հարցը լուծում է։ Գնում եք Իսակով, կայանում եք Ամերիկայի դեսպանատան դեմը, դեսպանից օգնություն եք խնդրում։ Ինքը ասել է իմ ներքին գործ Հայաստանի SSN-ն են, այդ սա կարևոր չի։ Կարևորը որ հոգեկան հիվանդ գիժը սարերից իջնելու է շաքարը։ Դեսպանի ունքը այսպես բացավ, Նիկոլ արդեն քակելու է տակը։ Ինքը առանց այդ արդեն 3 ոտանի աթոռի վրա է նստած։ Ու արդեն անտանելի է դարը։ Իրա վախն է գալի, ինքը գիտի որ վախն է գալի, որ ինքը քնի չզարթնի, ու ասեն վայ աման, շատ էր մտածում ազգի համար, սատկեց խեղճ հայվանը։ Գնացեք կանգնեք ընդ ինչքան շատ լակ ինքնըստինքյան կարա ճանապարհն էլ փակվի, Ամերիկան աշխարհի ամենադեմոկրատական երկիրն է, Ամերիկայում մարդը բարձրագույն արժեք է, ինչ էլ ասեն չհավատակ, սուտ են ասում, գնացեք կանգնեք ընդեղ, դեսպանից օգնություն խնդրեք, ինչքան շատ եղաք, այնքան էֆեկտը լավ կլինի։ Ոչ մի չարություն չեք անում, ոչ մի վատ բան, հակաօրինական բան չեք անում։ Կանգնում եք ընդ դեսպանից տեսակցություն եք խնդրում, դեսպանից օգնություն եք խնդրում։ Ասում եք անհարկի մեր շեֆին բռնել է, հիմնարկն էլ փագել է։ Հիմնարկի փագելու իմաստը ո՞րն է, այդ հիմնարկները ձեզ են փող տալի, դուք եք հարկմուծում, ամեն իրանք են հարկմուծում։ Եկուց ամսվա վերջին որ Հակոբյան Աննայի չամադանից մի պաշկա թեկուզ փող պակասը լավ դուս անելու։ Քակելու է Նիկոլի բերանը։ Այդ Նիկոլին էլ ձեռ չի տալի։ Հակոբյան Աննան ասում է, որ ինձ լսում է, նեղվում է, որ ես իր մասին սենց եմ խոսում, վրան նեղվի։ Գնացեք, ոչ մեկի մի լսեք, ով կզանգի կասի, իմացեք դավաճանը, հիմա եսի կիսվեք, գրեք, ասեք, ես էլ եմ գնում, թո շատ տարածվի, թո հասնի Նիկոլենց։ Չորեքշաբթի առավոտ ինքը գելնի կասի կամ չորեքշաբթի կասի, որ այս ինչ հիմնարկները բացվելու են, որտեվ անիմաստափակ, նատորի անիմաստափակ։ Եթե ստուգում են, թուղթն են ստուգում, ոչ թե լուսամուտը կամ պատերը։ Գնացեք օգնություն, ինչքան շատ եղաք, այնքան էֆեկտիվ կլինի։ Կասեք այսօր ենք ստեղ վաղնել ենք ստեղ։ Այդ ընթացքում այդ սա հարցերը կլուծի։ Ամերիկայի դեսպանատան դեմը մենթերին չեն կարա քսի տան ձեր վրա։ Չեն կարա, որտեղ դուք ոչ մի շարություն չեք անում, դեսպանատան դեմը կայնացեք։ Կողնել կարա կայնեք էլի էֆեկտա ստացվելու։ Գնացեք ձեր բանին տիրություն արեք, էլի եմ ասում սեփական փորձի վրա է հիանալի էֆեկտ ալնելու, չեք փոշմանի։ Գիժը, Նիկոլը գիժ է, բայց բույնի գիժ չի, մենք ենք իրան բույնի սարքե, այսքան դուք, որովհետև դուք իրանից վախում եք, գիժը տեսած կնեք, անընդհատ սենց խփում է մեկի գլխին, անընդհատ սենց խփում է, ինքը դրանից հաճույք է ստանում, ինքը գիժ է, բայց ձեր գլուխը ցավում է դրանից,
Լյուբոյ հոգեբանի հարցրեք, ինքը կասի, որ գիժը պետք է քեզնից վախենա։ Գժանոցում են բան մարդիկ են աշխատում, չէ՞ որ գիժ իրանից չվախեցավ անդադ բամփելի է։ Իմի Նիկոլը այդ վիճակում է, ձեզնից չի վախում։ Չի վախում։ Ընդդիմություն չունեք, ես որ տրյապկեք են դրանք, պարզվեց որ տրյապկա է։ Ու հանգած որ իշխան Սաղաթելյանն ու Գեղամգան սիկտիր արեք թողეთ անելի։ Ես այդ դաշնակներից մենակ այն գարդիկին եմ հարգում, շատ կարքին տղա դուս եկավ, այդ տավուշի բաները ցույց տվեց, որ մեջներից դաշնակներից հիմի sense խոսնում կբռնեն գարդիկին դաշնակներից կհեռացնեն, կասեն էս ոնց չասցա, մեր մեջ մարկոն գովում են, բայց երևի լավ էլ ինքը կգնի կարքին տղա, եթե իր 10 քարը գետնին չի մնա։ Գնացեք տիրություն արեք ձեր ձենին ժողովուրդ, էլ եմ ասում, մեկ ամենաշատը 2 օր հետո այդ հիմնարկները կբացվի, եթե չբացվի ընձի ամոթանք կտակ, 1 կամ ամենաշատը 2 օրվա ընթացքում, դժվար չի, մի օր էլ գնացեք ընդեղ կայնեք սաղով իրար հետ, 10 հոգին դեն կայնած, 10 հոգին դեն կայնած, Սևանի տրաս են, Սևանի տրաս փագեցիք, մլիցեքով կտպեն կլարեն ձեզի, գնացեք դեսպանատան դեմ, որ միլիցու դուխը չէ հերիքի ոչի բանանի, գնացեք ընդեղ, Ամերիկան լուրջ երկիր է, ու էլ եմ ասում, դեսպանի ունքը սենց բացնելուց Նիկոլի միկրոինֆարկտ է ստանալու, գնացեք տիրություն արեք ձեզ, մեղք եք